Այսօր մեր հյուրն է Աքիլես ավտովարորդների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը եւ մենք խոսելու ենք ամուսնային յետևեկության խնդիրների մասին։ Կարծես թե այդ խնդիրները մնում են չլուծված։ Պարոն Հովհաննիսյան, եւ պետք է հասկանանք, թե ինչու՞ն է խնդիրը եւ ով է մեղավոր վարորդները, որոնք որ անկարգաբար յետևելով են, թե ճանապարհային ոստիկանությունը, որը որ դանդաղ է փորձում բարեփոխվել եւ լուծել խնդիրները։ Համեցեք։ Նախ ուզում եմ ասել, որ շնորհակալություն հրավերքի համար եւ ուզում եմ ասել նաեւ, որ ճանապարհային երթերության անվտանգության սկզբունքներն են տրված ճանապարհային երթերության անվտանգության ապահովման մասին օրենքի համապատասխան կառավարության որոշումներով օրենսդրությամբ կարգավորված երթևեկությունը։ Մենք ունենք այդ հարցի վերաբերյալ անվտանգության ապահովման վերաբերյալ մեր կազմակերպությունը բազմաթիվ այսպես ասեմ հարցեր է դրվել վերադասության կարգով եւ անգամ վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ մեր նախագահի դրված հարցերը։ Դրանք են մենք վերջի բարբերաբար ենք դիմում, իսկ վերջի նամակը մենք ուղղել ենք վերջերս ամսի 8-ին կառավարություն վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին։ Հարցերը հետևյալն են. օրենսդրության թերությունները, գործառույթների թերությունները, որոնք բերում են ի վերջո վարորդների սոցիալական շատ լարված իրավիճակ։ Դրանք են առաջին 280 վարչական իրավասացումների վերաբերյալ օրենսդրքի 283 հոդվածի պահանջը այն է, կարճ ասեմ, դա նշանակում է հետևյալը. երբ ճանապարհային ոստիկանությունը ուղարկում է ծանուցում որոշումը ստանալու վերաբերյալ, որոշումն է ուղարկում եւ ծանուցումը, եւ քաղաքացին այս կամ այն պատճառներով չստանալով այդ ծանուցումը օրենքով համարվում է ծանուցված, այսինքն այդ որոշումը համարվում է իրեն անցնված։ Սա կարևոր այդ հանգամանքն է, դրա պատճառները մի քանիսն են, թե ինչու է այդպիսի օրենք ընդունվել, որը հակասում է փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքի եւ դրա վերաբերյալ արդեն մենք քննարկում ընթացել ենք արդարացած խորհրդում մի շարք հարցերի վերաբերյալ որոնք մակասեն եւ ոնց որ թե շարժ կլինի արդարացում։ Փաստորեն լուսականի այսպես վարորդը չծանուցված լինելով ուղղանում է համարվում է որպես ծանուցված եւ քանի որ ինքը չի ծանուցվել, չի վճարել եւ այդ գումարը հետագայում երապատում եւ գունապատում։ Ներողություն, բացատրեք, թե ինչպես է օրենքի։ Օրենքը այդպես է, ազգային ժողովը այդ օրենքը ընդունել է այդպես։ Միայն ավտովարորդների մասով, թե ասենք օրինակի համար կարող է, ասենք հեռախոսային կամպանիաների տուգաներ նշված է հենց ճանապարհային երթերության ոլորտի վերաբերյալ այդ հոդվածը։ Այսինքն վարորդը տեղից ինչ-որ առանձնացվել է մնացած քաղաքացիներից եւ ասում են այդ քեզ երբ որ կբերեն այսպես կանցնեն կհամարվի դու կհամարվես ծանուցված։ Երկրորդ հարցը նա է, որ տաքսիների վերաբերյալ ասեմ, տաքսի վարորդների վերաբերյալ փաստորեն այսօրվա վիճակով վարորդները տեղ չունեն կանգնելու քաղաքի Երևան քաղաքի փոքր կենտրոնում։ Ու որոշ փողոցներն են նաև ներառում են դրա մեջ մեծ միջին կենտրոն։ Եվ ինչ է դուրս գալիս։ Դուրս է գալիս այսպես։ Ուղևորը խնդրում է վարորդին իջեցնել իրեն այսինչ ինչ որտեղ եւ
իջեցնելուց հետո ինքը անմիջապես տեսախցի փոփ տուգանում։ Եթե տեսուչները նախկինում այդ մանր խախտումներին ուշադրություն չէին դարձնում, հիմա տեսախցիկը ուշադրություն շատ է դարձնում եւ իրենք տուգանվում են, քանի որ կանոնների համաձայն դա համարվում է խախտում։ Եվ երկրորդ գործում կանգնելը արգելվում է։ Ինչ է այսին կանոնում։ Կայանում է տրանսպորտային միջոցի թույլատրվում է մայթին մոտ, մեկ գոտիով մայթին մոտ։ Հենց մայթից հեռու կանգնեցիր, երկրորդ գործում կանգնեցիր, կամ թեկուզ եւ հեռու կանգնեցիր մայթին մոտ, եթե տեղ կա կանգնելու աջ մայթին մոտ, եւս տուգանվում է 5000 դրամի չափով։ Եվ պատկերացնում եք այդ հազարավոր տաքսի վարորդները, ուղևորները բանկը կանանալու, ասում են ստեղ իջացել, եթե տեղ չունի իջացնելու, ուրեմն պետք է ստիպված կանգնի իջեցնի եւ այդ 5000-ը վրեն կանգնի։ Եվ այդպեսի 5000-ները գրեթե գերակշիռ մասն են կազմում անգամ մեր այդ ահազանգի եւ մեր մեյլերով էլեկտրոնային փոստով տված հարցերին, որ այս ինչ անենք։ Երբ մենք այդ հարցը տալիս ենք ճանապարհային ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանության պատասխանը հետևյալն է։ Թող կանգնի այնտեղ, որտեղ որ թույլատրվում է։ Իսկ թույլատրվող տեղ կենտրոնում չկա։ Կամ թեկուզ անգամ կարմիր գծանշումները որ աղել են, այդ անգամ այդ կարմիր գծանշումները տեղ չկա կանգնելու այդ տաքսին։ Հետևաբար անգամ իրա վճարել է 2000 դրամը, որ վճարում է պետք է ինչ-որ մի տեղ կանգնի, տեղ չկա այդ կենտրոնական մասերով, այդ գծանշումներով տեղերի մեջ այդ տեղ չկա կանգնելու։ Հետևաբար ինչ է անում վարորդը, տուգանվում 5000 դրամի ամեն անգամ տուգանվում։ Կարող է օրական մի քանի անգամ էլ տուգանվում։ Եվ դրա երգը որն է, դրա երգը այսօրվա օրով տուգանքները վճարելն է, այլ երգ մենք չենք տեսնում։ Իհարկե, ասելով որ չենք վճարի, դեմոնստրատիվ ձևով կճատենք որոշումները եւ չենք վճարի, հարցը դրանով չի։ Հարցը պետք է դրան լուծում տրվի, թե ինչպես եւս այդ հարցները քննարկվել ուրեմն արտադրության նախարարությունում եւ ինչ-որ որոշ տեղաշարժումներ կլինեն։ Մենք տեղեր կհատկացվի տաքսի մեքենաների համար, հարցածագում իսկ մնացած վարորդների համար ինչպես դա է հարցը։ Մի խոսքով դրա շուրջ հիմա գործողություններ ուզում ենք անել, թե երբեցան կանոններում փոփոխություններ անել, թե նշաններ տեղադրելով, ուրեմն կա այսպիսի մի իրավիճակ, քաղաքապետարանը հատկացրել է տեղեր տաքսիների կատարելու համար, կայանելու համար, բայց ճանապարհային ոստիկանությունը եւ ասում է այսպես, որ մենք տեղերը տվել ենք, ճանապարհային ոստիկանությունը չի տեղադրում։ Ճանապարհային ոստիկանությունն իր հերթին ասում է, այո, մենք հիմա չենք կարող տեղադրել, որովհետեւ դրա համար պետք է ֆինանսներ տրամադրվի։ Այո, եթե դուք մեզ անցյալ տարի ասեիք դրա մասին, ինչը քաղաքապետարանը չի ասել, չի պաշտոնապես դիմել, հիմա դիմել, բայց մենք հիմա չենք կարող, որովհետեւ դա բյուջե կա, բյուջեա, պետք է գումար հատկացվի, բայց մյուս տարի մենք կանենք։ Եվ քանի որ այդ հարցը հրատապատառ է, հենց հիմա վարորդները բարձրացրել են այդ հարցը, կարծում եմ, որ դրան այդ գումարները պետք է մի ձևի հայթայթվի եւ տեղերը տրվի։ Բայց այդ տեղեր տալով հարցը չի լուծվի։ Եկեք միան թվաբանություն անենք։ Մոտ մեր հաշվարկով, մեր գտը, մոտ 18-20 հազար տաքսի մեքենա կա։ Տաքսի մեքենաներ կա։ Երևանի մասին է։ Երևանի մասին է խոսքը։ Որոշ թվեր ասում են 30,000, 40,000, այդպես թվեր։ Եկեք ընդունենք, որ այդ 18-20 հազար կա։ Եվ եթե 75 տեղը, որ տրվել է այդ վարորդների համար կայանատեղեր ստեղծելու համար, քանի տեղ այդտեղ կսարքվի 75 կայանատեղը։ Եթե թեկուզ ամեն մի տեղը մի 2-3 մեքենայի տեղ պետք է տան,
հաշվար կարիք, լավ թոյ 500, ասում են 700, թոյ 700 լինի, բայն 18,000 լավ ընդունենք, որ 70% շարժման մեջ են գտնվում, բայն 30%, այսինքն մոտավորապես 6,000, ուր կամ, որտեղ կամ, հարցը չի լուծում, դրա հարցի լուծում չի լինելու, միևնույն է, այդ 2-3 տեղ տալով հարցը չի լուծում։ Ճանապարհային ոստիկանությունը հենց հարց է տալի, իսկ ինչքան տեղ ընդունենք, որ պետք է տա քաղաքապետարան, դա ինչքան դե փորձ կա արտասահմանի փորձ, որտեղ որ ուղղակի կենտրոնական մասում երթևեկությունը արգելված, ավելի ճիշտ ոչ թե երթևեք, կանգառն արգելված է այլ տրանսպորտային միջոցների, բացի տաքսիներից, բացի բեռնատար խանութները սպասարկող և քաղաքացիների համար իրերը բերող և այլն, բացի այդ հարցերից քաղաքի կենտրոնական մասերում կանգառն արգելվում, կայանելը արգելվում։ Դրա փորձը կա, բայց այստեղ մեզ մոտ ոնց է, խանութ է, այդ խանութի աշխատողները, իրանց առավոտվանից իրանց մեքենաները բերում կանգնացնում են, մի 5-6 հոգի, հետո գնա արդեն մի 2 խանութ է, որը եղավ արդեն ճանապարհի այդ մի 50 մետրը արդեն զբաղված է։ Այդ քաղաքացին ոնց է գալու այդ խանութ մտնի, թե մի խոսքով մենք գտնում ենք, որ որոշ ոնց են ասում, պետք է ինչ-որ հեղափոխական ինչ-որ մի փոփոխություններ անել, եթե ուզում ենք ինչ-որ կանոն ստեղծել այդ ուղևորներին սպասարկելու համար, ուրիշ բան, դե դուք եկել եք օպերա, գցենք թե, ուրեմն այդ մեքենան պետք է մտնի այդ ստորգետնյա այդ գարաժը իջեցնի այդ ուղևորին, որ ուղևորը հետո ոտով բարձրանա վերը, բայց սպասարկումը որ մտած։ Այսինքն չկա վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, ուղևորի նկատմամբ և տաքսի վարորդների ստացած գումարները գնում են ճանապարհային ոստիկանության բյուջե։ Մենք գտնում ենք, որ դա պետք է դրան մի լուծում տրվի։ Թե մենք մեր առաջարկը տվենք, բանավոր տվել ենք առաջարկ, որ այլ վերացնեն քաղաքի կենտրոնական մասում ուղղակի երթևեկությունը այ հիմա մենք խորհրդում աշխատում ենք, այդ խորհրդին իմ առաջարկը դա է։ Թե դուք ում եք առաջարկում։ Ասում եմ հիմա այդ խորհուրդը, այդ առաջարկները ստեղծվել է խորհուրդ խումբ ավելի ճիշտ, խումբ է ստեղծվել արտադրության նախարարությունում, որտեղ որ այդ առաջարկները կտրամադրվեն կառավարության։ Առաջարկ արդյոք երկրորդ գծում թույլատրել կա նաև այդ առաջարկը չի ընդունում, ճանապարհային ոստիկանությունը չի ընդունում, դե հիմա ընդունում է թե չի ընդունում երկրորդ հատ, ամեն դեպս այդպիսի առաջարկ է, որ իջեցնելու համար թույլատրել կանգնել երկրորդ գծում, թող իջեցնի ու գնա։ Ուղևոր չվերցնելը հասկացան, բայց իջեցնելը պետք է իջեցնի։ Դա 5,000-ները և տաքսի վարորդները։ Իսկ մյուս վարորդները, անհատական մեքենա ունեցողները, որոնց շատ մեծ գումարներ են գալիս, իսկ դրա մասին ինչ-որ… Ուրեմն նույն հարցը, նույնը վերաբերում է նաև անհատ սեփականատերերի։ Մենք չենք ուզում առանձնապես առանձնացնել այդ մասը, բայց քանի որ այստեղ առանձնացնում ենք սոցիալական հարցադրման, որտեղ տաքսու վարորդը դրանով գումար է վաստակում, ընտանիք է պահում։ Այդ մյուսը աշխատավարձներ այդքան բարձր չի, բայց մեքենա… Համաձայն, այդ մյուսը կարող խոսքի համար մտնի բակ, ինչ-որ բակերում կանգնի, ընդունենք, չնայած չեմ ընդունում եք, բայց ինչ-ինչ ձևով, եթե ասենք լավ ընդունենք, տաքսի վարորդը դա ասում եմ, դա մեր շատ մեծ քանակ է կազմում։ Ես նկատի ունեմ, երբ որ գալիս են շատ մեծ գումարներ տուգանք, այլ խախտումների համար։ Ընդհանրապես այդ գումարների չափի մասն է խոսքը։ Նրանք արդարացված են այդքան ուրեմն մենք մի հատ հարց ունենք, եթե մեկ կարողանա պատասխանել, երևի բոլորը կբավարարվեն, եթե հիմնավորել, թե ինչու պետք է այս կամ այն այսօրվա տուգանքի չափը, որը ինչ-որ սկսվում է մոտավորապես 5,000-ից նվազագույն 3,000 կա,
սկսենք 5,000-ից վերջացրած 300,000 350,000 կա, անգամ 500,000 վերջացրած այդ թվերով, եթե հիմնավորեն, ասեն այս սա հիմնավորվում է այսպես, ես կասեմ, ձերներս վեր կպարծել, կասում, այ հիմնավորել է, այ այսքան պետք է լինի, գիտեք ինչ, տեղզնման կտրոն, որ քաղաքացին ունի, որը, այսպես ասեմ, կատարել է իրեն պարտքը, պետության առջև ապահովագրել է մեքենան, բայց ինչ-ինչ պատճառներով չի փակսրել դիտապակու աչ ներքևի անկյունում, պետք է տուգամի 20,000 դրամ։ Այ եթե ասեն ինչու 20,000 այլ ոչ թե 500 դրամ, այլ 1,000 դրամ կամ չգիտեմ եւ ընդհանրապես ինչի պետք է տուգամի, եթե ինքը պարտք կատարել է։ Այ սա է հիմնական այս մեր կարծիքով մեղը։ Թող հիմնավորեն ամեն մի տուգանքը, թող հիմնավորեն դրա համաչափությունը։ Հենց որ հիմնավորեն, նոր մենք ասենք, այս սա, այս մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար այսօրվա իրավիճակով համաչափ։ Դուք պարզաբանում խնդրել եք ինչ-որ մի մարդից, ինչու է 5,000, ինչու է 30, ինչու է 40։ Այդ հարցը տրված է, մենք ուրեմն այդ խմբին տրված է 3 ամիս, որ վերջնական առաջարկները տրվի կառավարություն։ Անցկացվել է ընդամենը 2 նիստ, այդ հարցը օրակարգի մեջ կա։ Հենց որ ես ձեզ կտեղեկացնեմ։ Խնդրում եք խմբի մասին ասեք, եւ ով է ստեղծել, ովքեր կան մեջ է։ Ուրեմն դա արվել է կառավարության ուրեմն հանձնարարականով Տեր-Հլա Տիգրան Սարգսյանի օրոք մի քիչ ծրծրվեց փոփոխություն եղավ արդարության նախարարությունում մասնակցում են ուրեմն մեկ աղբար քաղաքապետարանից կա, ճանապարհային ոստիկանությունից կա եւ արդարության խորհրդից եւ ես սա այդ փոքր խումբեր են, որ աշխատում են երեք այս 4 հարցի շուրջ մենք քննարկել ենք 2 ժամ մանրակարգի ոնց որ ասած ծանենենք այդ 2 հարցը, երրորդ հարցը եւ գործը անմիջապես ճանապարհային ոստիկանությունից այդ որ չեն ծանուցում ճանապարհային ոստիկանությունից անմիջապես գնում է հարկադիր կատարողին եւ քաղաքացու սեփականության գույքի վրա, այսինքն գումարների գույքի վրա արգելանք է թե 5,000 դրամ կլինի թե ինչ դրվում է անմիջապես այդ կալանք չանանք արգելանք գույքի վրա եւ այս մարդը գալիս է թոշակ ստանալու դեպքում որ չեն տալի ասում փոխարինները փակած ուրեմն եւ ինքը սկսում է վազվզել հարկադիր թե չեսմանում մի խոսքով քաղաքացուն պարտականություններ են դրել իր առջև այն ինչը սահմանադրության պահանջով չի արվում օրենքը ընդունել են վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 78-րդ հոդվածով հենց տեսեք դրած է ուղարկվում է գործը շրջանցելով դատական համակարգը ու գնում է մեզ համանդրությունն ասում է բռնականությունը իրականացվում է միայն դատական կարգ բայց հիմա որ բերում են այդ ծանուցումը հարկադիրից չէ, խոստականն եք բերում, հիմա հատուկ մարդ է բերում և ստորագրություն է։ Դե ծերի չա, իրանք, այդ պրոբլեմ չկա, ծերի չա բերում հասպա ստորագրի։ Հա, դա համար ծերի չա, այո, դա կարելի անել, դա իրենց պաշտոնապես ինքը ընդունել աշխատանքի։ Դա չի ամրում ծանուցում։ Դա ծանուցում։ Չէ, պետք է նա ստորագրի, ոչ թե բերում տալիս է, չէ։ Ստորագրություն են վերջնում, անդամների անդամներից ինչ-որ Չէ, պետք է դա հանձնվի հասցյա տերով տիրոջը, դա ասում է փաստաթղթերի հատուկ առարկայի մասին օրենքում։ Իսկ եթե չի ստորագրվում, էլի ծանուցված է համարվում։ Ստորը պետք է լինի, ինչ ասում այդ օրենքը, ուրեմն փաստաթղթերի հատուկ առարկայի մասին օրենքի 3-րդ հոդված, 4-րդ 6 հոդվածներ։ Ասում են հետևյալը, որ հանձնելուց այդ փոստատարը կամ ցրիչը հանձնելուց պետք է հանձնվի հասցյա տիրոջը ստորագրությամբ, որտեղ պետք է նշվի օրը, ժամը, ստորագրությունը, անուն, ազգանուն։ Այ որ հստակ երևա ով է ստացել
Չէ՞ միայն ստորագրություն դնելը, Եթե ընտանիքի անդամներն նույնիսկ հասցեա դերը պետք է ստանա, որ ընտանիքի անդամը չստանա այդ ծաղրը։ Բայց ոնց եք պատկերացնում, եթե մարդը աշխատում է մինչև ժամը 8-ը, տանը կա դրա մայրը, կինը, ուրեմն դրա շուրջն ենք խոսել, թե ոնց լինի։ Ըստ երևույթի տրամաբանորեններ, վճռաբեկ դատարանի որոշումներ կա դրա մասին, այսինքն ասում է հասցեով հանձնած նամ, ոչ թե հասցեով, այլ հասցեով նշված հասցեով, հանձնած այդ հասցեով նշված նամ։ Հանձնվել է, համարվում է, ուրեմն ծանուցված։ Իհարկե, եթե մարդը աշխատում անելով, բայց դա դեռ գիտեք ինչ, թղթի վրա չի, այսինքն օրենքում չի։ Դա ընդամենը վճռաբեկ դատարանի որոշումն է կոնկրետ ինչ-որ գործի վերաբերյալ։ Եվ դա պետք է ինչից տելի ևս ամրագրվի օրենքում։ Խոսքը գնաց նաև, այստեղ ես ուզում եմ ասել, որ այդ հարցի շուրջ համ ճանապարհային ոստիկանությունը պրոբլեմներ ունի, որովհետև բարձությունների հետ ակապն եւ իրանք են տեսնում գուցե եւ թեկուս այդ տեսակ օրենք են ընդունել, ոնց որ հասկացել են, որ դա լավ բան չի, հա օրենքը ազգային ժողովն ընդունել է, դե չգիտեմ գուցե։ Իսկ որևէ ինչու չի դիմում, որպեսզի դա արտասահման հիմա դրա շուրջ աշխատում են, ասեմ, հասարակական կազմակերպությունները, որոնք որ մասնագիտացված են սահմանադրական իրավունքով, իրանք հիմա այդ աշխատանքը տան։ Դե հիմա եթե դա ճանաչվեց շրջանասահմանադրական, դա հետադարձուժով բոլոր այդ ուղղությունները եկեք չանդրադառնանք դրան։ Հիմա այդ հարցով զբաղվողները կան։ Հիմա դիմում են դատական կարգով քուլերը պետք է անցնի, որ դիմեն սահմանադրական դատարան ճանաչի հակա սահմանադրական։ Իսկ չորրորդ կետը որն է։ Կա ևս երկու կետ, դա եռապատիկ եւ հանգապատիկի վերաբերող տուգանքները, որը որ մենք գտնում ենք, որ օդով ստացած գումարները։ Դրա մասին մենք դեռ 6 տարի առաջ բարձրացրեցինք այդ հարցը, երբ որ օրենքը ընդունվեց, այդ հարցով մենք անգամ ծրագիր իրականացրեցինք եւ ներկայացրեցինք մեր առաջարկները ազգային ժողով, Լարիսա Ալալոյանի միջոցով ներկայացրեցինք, անցավ մեր այդ առաջարկը անգամ այդ աղաբեկյանների ժամանակ մշտական հանձնաժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակ անցան մենք այդ խմբակցությունը եւ հավանություն ստացանք, դրեցինք ազգային ժողովի նախագահի սեղանին, որ արդեն ազգային ժողովը քննարկի այդ հարցը եւ այդպես մնաց որպես նախագիծ եւ չդրվեց այդ հարցը։ Հիմա ոնց որ կա դրա հետաքրքրությունը, որ կամ վերացնենք, կամ չգիտեմ ինչ անենք, երեք քննարկում էին, մի քանի առաջարկներ եղավ, բայց միանշանակ բոլորը համաձայնվեցին, որ եռապատիկ հանգապատիկը պետք է վերացվի։ Իսկ որ ժամկետից են սկսում այդ տուգանքները։ 30 օր չվճարելու եւ 60 օր չվճարելու հետո 30 օր չվճարելուց հետո եռապատկվում է, 60 օր չվճարելուց հետո հանգապատիկ։ Իսկ դրանից հետո արդեն դա գնում է։ Չէ, դրանից հետո գնում է դատարան, այդ դատարանը վճարման կարգադրությունը արձակում, որից հետո այդ վճարման կարգադրությունը կամ հողոքարտերում աղամիջ եւ այլն ու հարցը նոր գնում է դահակ։ Դահակի ժամանակ հազվադեպ քիչ է գիտեմ համեմատ։ Իսկ հիմա բոլոր գործերը այդ չեն ուղարկում դատարան։ Ուղիղ գնում է դահակ։ Սա ուրեմն այդ 4-րդ եւ 5-րդ հարցը, այստեղ ուրեմն մի հարցի մեջ երկու հարց է բաղում, ծանոթումը եւ այդ
մի հարց է։ Եվ վերջի հարցը դա ուրեմն երբ վարորդը տերմինալի միջոցով վճարում էր գումարը եւ չվճարած գումարը, այսինքն տերմինալին չվճարած գումարը, այսինքն տերմինալը իր 50,000 խոսքի համար տուգանքը վճարել է, բայց այդ 300 դրամը չի վճարել։ Ինչ-ինչ պատճառներով չի վճարել։ Ծառայության, տերմինալի ծառայության։ Բնական է, տերմինալը 49,700 փոխանցում է 300 դրամը իրան վերցնում։ Եվ դա համարվում է որպես չվճարված, այսինքն 50,000-ը չվճարված, որի վրա գալիս է հանգապատիք։ Եվ քանի որ մայր գումարի ամբողջ գումարը չի վճարվել, գումարը այսինքն վճարում ես արդեն քառապատիք։ Այսինքն 200,000-ը 50,000-ի հանած այդ 300 դրամ։ Չէ, ներողություն, գումարած 300 դրամ, 200,300 դրամ։ Եթե 300-ը չի հասնում այդ 300-ը չհասնում։ Մայր գումարն Մայր գումարն էլ գումարվում է, բայց 49,000 որ 700 դրամը վճարել ես, ասում է այդ հանում ենք 250,000-ից։ Այդ կվճարես այդքան, այդ 300 դրամի համար։ 3 տարի առաջ այդ հարցը բարձրացավ, մենք գրեցինք, գրավորել գրեցինք դրա վերաբերյալ, արդարության նախարարություններ գրեցինք, կառավարություններ գրեցինք, որ եկեք միացած փոփոխություն անենք։ Այդ գրեք, որ չվճարված գումարն է եռապատկը, հանգապատկը։ 300 դրամ։ 300 դրամը թող հանգապատկվի, վճարենք, վերջացել ենք։ Ինչ արձագանք եղավ։ Ոչ մի պատասխանից մեզ չեղավ, եւ հանգարց հիմա նորից այդ հարցը բարձրացավ, որովհետեւ դե լինում են, դեպքերը լինում են։ Հաճախ չէ, բայց դեպքը լինում է, եւ ինչի պետք է այդպես լինի անհասկանալի։ Պարոն Հովհաննիսյան, մի բան հարցնեմ, այս կետերը որ առանձնացրել եք, սրանք նրանք են, որ ներողություն ասեմ, այս վերջի հարցի միաձայն ընդունվեց, որ շտապ պետք է այդ փոփոխությունը արվի օրենքի մեջ։ Հենց դες էլ գրվի, չվճարված գումարն է։ Ինչ վերաբերում է եռապատիկ հանգապատիկին, ապա այստեղ էլ առաջարկներ եղավ, ուրեմն եղան տարբեր առաջարկներ, եռապատիկ հանգապատիկ, կրկնապատիկ եռապատիկ մնա, դառնա կոնկրետ մենք առաջարկ արեցինք, որ ինչպես բոլոր բանկերն են անում, 0.15% օրական այսինքն ժամանակը տրվել ակտես 31 օրվանից սկսած 0.15% ամեն օր դա ունակ, ոնց որ բանկերն են անում, երևի որ մի քիչ ծանոթ է, բոլոր պայմանագրերում էլ անգամ գրում են, որ օրական 0.15%։ Այսինքն այդ 0.15%-ը մենք մեր առաջարկը։ Տեսնենք, ամեն դեպս մեր առաջարկը այդ խմբում կա եւ առաջարկ ուրիշ առաջարկ եւ երկու կրկնապատիկը եւ եռապատիկը դառնում, ոչ թե եռապատիկը։ Մի խոսքով կա շարժ ամենայն դեպս, դա է արդեն մի քայլ, ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ես հրատապ հարցերն եմ պատրաստել, եթե ուրիշ հարցեր ունեք։ Ես մի հարց եմ, այս խնդիրները այն խնդիրներն են, որոնք դուք որպես հասարակական կազմակերպություն առանձնացրել եք, թե ահազանգերի միջոցով։ Չէ, այս զուտ մեր նամակի վերբերեք հասցնենք քննարկում եղավ, որը որ համահունչ է այսօրվա խնդիրների հետ։ Մենք ես ասեմ, այս հարցերը ես բարձրացրել էի, եթե ով հիշում է, փետրվարի կարծեմ 22-ին, կարծեմ 22-ին, 23, մենք ես 5 րոպեանոց ելույթ ունեցա ազգային ժողովի այդ քննարկման ժամանակ, եւս էլի մշտական ժողովում, նախապետյանի կազմակերպված, այս հարցերը ես բարձրացրեցի եւ գրեցի, որ ոնց որ ձեզ չմնալի որպես խոսք, այլ գրեցի ներկայացրեցի ազգային ժողովի նախագահին եւ քանի որ սա օրենսդրական հարցեր են
եւ սրան պետք է անպայման անդրադառնա ազգային ժողովը։ Կարծում ենք, որ կհասնի մեր կառավարությանը եւ իրար կներկայացնեն ազգային ժողովը։ Բայց դա մի օրվա հարց չի, ժամանակ է պետք։ Հույսով եմ, որ երևի աշնան ստացել լուծում ստանալ։ Շարքային վարորդները ամենասիրտավոր խնդրի համար են ավարտել։ Սա այդ տաքսիներն են։ Մենք գիտեք ինչ, միշտ անցյալ տարի ինչն է հետաքրքիր։ Մինչև անցյալ տարի մենք չէինք տաքսիները մեզ չէին ընդհանրապես եւ հանգարց սկսեցին դիմել եւ իրանք սկսեցին բուգանել սխալ կանգառ կատարել։ Կարելի է ապել կարմիր գծերի հետ։ Կարմիր գծերի հետ չէ, կարմիր գծերի հետ հարցեր չեն ունեցել եւ դա մեր գործողության մեր կանոնադրության խնդիրների մեջ չի մտնում վարորդ քաղաքապետարան հարաբերություն։ Մեր կանոնադրությունը վարորդ ճանապարհային ոստիկանություն հարաբերություն։ Բայց քանի որ բողոքները շատ են, մենք ցած դեմին ստիպված ուսումնասիրել ենք այդ մասը ինչքան հնարավոր է, բայց մի քիչ ոնց են ասում յանի տալիս, որովհետև մենք այդքան ռեսուրսներ չունենք, որ զբաղվենք կարմիր գծերով, զբաղվենք ապաներով, զբաղվենք մաքսայինով, զբաղվենք քաղաքապետարանով, ընդհանուր օգտագործման տրանսպորտով, այդքան մենք ռեսուրս չունենք։ Իսկ դուք կողմ եք կարող, թե այդ հարցը ընդհանրապես սկզբում մենք ի սկզբանե դեպի, որովհետև մենք համարում էինք դա այդ երթևեկերի մաս է, դա կանոնակարգված է երթևեկության կանոններով, այսինքն երթևեկերի մասը կանգառ կատարելը, դա երթևեկության մի ինչ-որ բաղադրիչ է, ասում ենք այդ դու իրավունք ունես կանգնես ստեղ, կանգառ կատարես եւ այլն, այսինքն եւ դրա համար պետք է գումար վճարես հիմա։ Հետո պարզվեց, որ քաղաքապետարանը ինչ է ասում, ասում մենք այո, այնուամենայնիվ դա մեր տարածքն է, մենք ենք դիապետում, օրենքով ընդունեցին, որ իրանք են դիապետում եւ ասին հետեւյալը, որ մցրեցին այս կարմիր գծերը։ Ասեցին մենք ուզեցինք դարձնել դա քաղաքավարի գումար վերցնելու բան։ Այսինքն այն թևկապները, որ վերցնում էին, ասում են դրանք անօրինական են, այլ մենք օրինական դարձրեցին։ Բայց չի համապատասխանում դա իրականությանը, միանշանակ, որովհետև եկամուտների կոմիտեն դրել է ամեն այդ 40 մետրի համար, որ թևկապները հավաքում էին, հարկ։ Դրել էին թաղապետարանների առջև, քաղաքապետարանի առջև, հարկ, որ ամեն 40 մետրից այսքան գումար դիտակ, որտեղ որ այդ կայանատեղերը վճարովի այս թևկապները ստեղծում, այսինքն դա օրինական էր արված, եւ գումարներ էին հավաքում թաղապետարանները, ով ասում որ չէ, հենց հավաքում էին, բայց թե ովքեր էին աշխատողները, ուրեմն ազատամարտիկներն էին, հաշվանդամներն էին հիմնականում այնտեղ կանգնել, աշխատանք ունեին, ինչ-որ գումար էին վաստակում, հիմա այդ բոլորը անցավ քաղաքապետարանի տակ, դե ընդունեցին օրենք, ընդունեցին ենթավորես դրական ակտ, ընդունեցին կառավարության բանի քաղաքապետարանի որոշումներ, ամեն ինչը օրենքով են։ Հիմա օրենքով հավաքում են այդ գումար։ Մի հարցել հակիրճ պատասխանը դե որտեղ լուսամուտից ասած է, այդ գումարները, տուգանքները դուք ունեք վերահսկողության ինչ-որ ձև գնում են պետական բյուջետ, անհատ կազմակերպություններ։ Չեն զբաղվում այդ հարցով։ Այդ բոլոր գումարները գնում են քաղաքապետարան։ Իրանց բյուջեն անում, որից այդ բյուջեից 70%-ը իրանք փոխանցում են այդ պարկինգի։ Սա է, այսինքն գումարները ինչ-որ մտնում է, բայց քաղաքապետարանի բյուջեն անում։ Այդտեղից արդեն գնում է պարկինգի։ Շատ լավ, շնորհակալություն այսօրվա ասուլիսի համար, դուք ցանոթ եք։